Պարոն Մնացականյան, ինչով եք բացատրում ձեր ներկայությունը այսօրվա միջոցառմանը, ինչպես եք պատրաստվում հանրայինը վերադարձնել հանրությանը։ Ինչով ենք պատրաստվում, դա ժամանակը ցույց կտա, բայց որ իրականում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները արդեն ոչ օբյեկտիվ ինֆորմացիա են ստանում, չկատարվում մեր երկրում, դա ակնհայտ է, եւ չասեմ, որ հանրայինը գիտեք, իմ ավելի ասեմ դժգոհությունը, ամբողջությունը սկսեց նրանից, որ երկրորդ համաշխարհային պատերազմի մեր պատկերացնում եք 300,000-ից ավել մահացած մեր համակարգացիները, մեր պապերը, իմ պապերը մասնակցել են եւ անգամ վիրավորվել եւ հաշմանդամ վերադարձել են։ Ես մեկ է տեսնում եմ, որ մի օր ինչ որ հանրային հեռուստաընկերության եթերով մի անգամ տեսա ինչ որ անհասկանալի հաղորդում, երկրորդ անգամ տեսա ոնց որ մի քիչ ուղղորդված, երրորդ անգամ տեսա անհարգալից, չորրորդ անգամ տեսա արդեն վիրավորական։ Գիտեք, ես որպես իմ պապերի թոռ շատ վիրավորված եմ եւ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է իրեն բարձրացնեն։ Ես չտեսա ինչ որ եղան թեթև դժգոհություններ, հանրային հեռուստաընկերությունը չփորձեց որևէ կերպ բացատրել։ Օրինակ, եթե մենք տեսնում ենք հանրային հեռուստաընկերության ամենահիմնական գլխավոր ժամերի այդ գլխավոր հաղորդավարների անգամ հարցեր այնքան ուղղորդող են հյուրերին, որ ոնց է փորձեն ստորադասեն այդ մայիսի 9-ի ընդհանուր հաղթանակի գաղափարը, հաղթանակը եւ մնացածը։ Դա ինձ վիրավորում է։ Եվ ես եթե չեմ սխալվում, այդ ժամանակ ամեն դեպքում, որպես կուսակցության եւ հաղթանակ կուսակցության ղեկավար, մենք հայտարարեցինք եւ որ մենք այլևս հրաժարվում ենք հանրային հեռուստաընկերության որևէ բանավեճին, որևէ հրավերներին մասնակցել, քանի հանրային հեռուստաընկերությունը ներողություն չի խնդրել ընդհանրապես ամբողջ իրենց վարկը դրսևորումից սկսած հայրենական մեծ պատերազմի, այդ բոլոր մի հատ իրանք չորոշեն, որ պետքա վերանային այդ պատմությունը, ես չգիտեմ ում թելադրանքով թե ում մոտեցումներով կամ ինչն է իրենց դրթում, եւ դեռ դրանք տես բաները մենք չմարցած տեսնում ենք, որ հիմա նույնը, այսինքն նույնը երեգեց շատ զայրացրեց, որ այդ հովանավանքի խայտառակ դեպքերից հետո փոխանակ ինչ-որ փորձեն օբյեկտիվ ներկայացնում են ինչ-որ դիֆերամներ վարչապետին, ասենք այդ աղջիկը երիտասարդ լրագրողը ասում է, եթե այդ տվյալ ընկերը, որը եկեղեցում կար, ասում է, եթե վարչապետը եկել է մեր պատարագին, ուրեմն Աստված մեզ հետ է, հասկանում եք։ Դա ոնց որ իրականում հիմարի տեղ դնեն մեր ժողովրդին, ուսում ենք հիմար չենք եւ նման sense հավաքները կարծում եմ արդեն ժամանակներ եւ ողջունում եմ եւ ես ուրախ եմ, որ հուսով եմ նաեւ շատ առողջ ուժեր կմիանա եւ ընդհանուր սա քննարկենք վարկը, որտեւ այդ ձևական հանրային հեռուստաընկերություն, դրանց հետո այդ ձևականը չթողնելով մի հատ էլ հանրային խորհուրդ են ստեղծել։ Մենք պետք է իմանանք, որտեւ իրականում ես տեսնում հիմա այսօր ստեղ մարդիկ եւ տարբեր քաղաքական ընդդիմադիր քաղաքական նաեւ շատ առողջ եւ ինտելիգենցիայի ներկայացուցիչների անհանգստությունը, որ հանրային հեռուստաընկերությունը արդեն շուտվանից չի արտահայտում բոլոր խավերի, հասկանում եք, բոլոր խմբերի մարդկանց, դա կլինի քաղաքական տարածաշրջանի եւ օրինակ վերցնենք մեր սիրահայ բարեկամների կամ արցախցիների ձեռը։ Երբ ենք վերջի անգամ այդ խնդիրները մենք հասկացել։ Բացարձակապես դառնա զուտ կուսակցական վարչապետի եւ նրա ընտանիքի եւ նրա գործերի ինչ որ տենց տան, դե ուրեմն եկեք հանրայինը փոխենք, անունը դրեք ինչ որ մի ձև ուզում եք վարչապետի մամլո գրասենյակինքից կամ այդ կուսակցության եւ այլն, եկեք մենք գնանք որոշենք, հասկանանք ոնց ենք անում նոր հանրային հեռուստա, իրականում նոր հանրային հեռուստաընկերություն։